Խաչը վերցնել չի նշանակում, սիրելիներ, ես եկա պաշտամունք, լսեցի, գնացի տուն ու վсё, ես անցա իմ գործերին։ Խաչը վերցնել նշանակում է քու տառապանքների մեջ Հիսուսի հետևից քայլես։ Քու ցավերի մեջ Հիսուսի փեշերից ամուր բռնվես։ Թեկուզ նա քեզ չբժշկի, բայց դու նրա փեշերից պետք է ամուր բռնվես։ Քո խնդիրները եթե չլուծվի, դու պետք է նրա հետևից մինչև վերջ քայլես։ Սիրելիներ, խաչը վերցնել, եթե քեզ անարգեն, եթե քեզ նախատեն, քու հարազատներն անգամ քեզի ոչնչացնեն իրանց կյանքից, դու Հիսուսի հետևից ամուր բռնված պիտի քայլես։ Այսօր նա թեթև նեղություն ալնում մեզ կամ մեր բարեկամներից կամ մեր հարազատներից ինչ-որ մեկը մեզի մերժում է, մենք ինչ ենք անում։ Ցավ ենք ապրում։ Ընկնում ենք Տեր Հիսուս, հենց արես հարցը լուծվի, որ մեզի չնեղացնեն, մեր համար դժվար չլինի, վայ, այս հարցերը լուծվի։ Սիրելիներ, եթե անգամ բոլոր աշխարհի հարցերը լուծվի քո կյանքի մեջ, եթե դու Հիսուսին չես գնում, դու Հիսուսի հետևից չես կարող հասնել երկինք։ Խաչը վերցնել եւ գնալ Հիսուսի հետևից, սիրելիներ, սա լրիվ ուրիշ աշխարհ է։ Տեր Հիսուսն ասեց, երանելի եք դուք, երբ որ ձեզ նախատեն, հալածեն, չարչարեն, ամեն վատ բաներն անեն իմ անունի համար, երանելի եք դուք, ուրախացեք, որովհետև ձեր վարձքը երկնքում է։ Ձեզ սպասողը այնտեղ սպասում է ձեզ, որպեսզի ձեզի վարձատրի, որպեսզի ձեր աչքերից սրբի արտասուքը, որպեսզի ձեզի գրգի իր գրգի մեջ եւ դուք հանգիստ առնեք նրա ներկայության մեջ։ Սիրելիներ, եթե խաչ չես ուզում վերցնես, նեղությունով չես ուզում քայլես, խնդիրներով չես ուզում քայլես, մի հատ հիվանդություն է, վազում ես, ընկնում ես, շուտ արեք, հասցրեք այս հարցը լուծեք իմ կյանքի մեջ։ Քու խաչը որտեղ մնաց։